անարժան ծառաներ ենք, արեցինք այն ինչ որ պիտի անենք, բայց այդ անալիզ ենք անում, շատ մեղքեր են գտնվում մեր մեջը, այդ դեպքում մենք այդ անարժան ծառաներից ավելի ցածր ենք, բայց այսօր Տերը ուզում է բարձրացնել, եւ մի բան եմ ուզում ասել, ես նայում եմ այդ քանակության երիտասարդներին, բոլոր ներկաներ, ասում եմ Հիսուս, ինչ լավ կլինի, որ բոլորը սիրտը տան, իրեն լրիվ տան, ոչ թե այնպես կիսատ պրատ, եղբայրներ ջան, կիսատ պրատ ապաշխարությունը չի հասնում փրկությանը։ Այսօր, ինչպես եղբայրը ասեց, թամամ ավետարանը քարոզվում Հայաստանում։ Տերը թողնի, Տերը զորացնի ամեն մեկից։ Հիշում եք այն պահը, երբ որ Հիսուսը մեծ ամբողջներ էին հավաքված եւ աղոթեց բոլորի ներկայությամբ եւ կատարվեց մեծ գերագույն հրաշք, երկինքը եւ երկիրը այցելվեց Սուրբ Հոգով եւ որոտունքի ձայնով հայրը խոսեց եւ որդին խնդրեց, հայր, փառավորեք որդուն եւ նա քեզ կփառավորի։ Եվ գիտեք ինչ, եւ երկինք եւ երկիրը որոտմունքի մեջ էր այս ժամանակը եւ լսեցին բարձ ձայն, փառավորեցի եւ նորից կփառավորեմ, ասենք փառք Տերոջը։ Այսօր Տերը փառավորվում է, Տերը ուզում է նորից փառավորվել այստեղ։ Այդքանից որ տեսնում ենք, դրանից ավելին կլինի թե չի լինի։ Այդ խոսքը մեզ էլ է վերաբերվում, բայց դրա համար պետք է մաքրվել։ Եկեք մենք այսօր այդ պատմական նշանը դնենք եւ ասենք, Տեր Աստված, ահա, ես իմ սիրտը լրիվ եմ տալիս քեզ եւ ինչ որ պետք կլինի քո Սուրբ Ավետարանը տարածելու ժամանակը սիրով ընդունենք։ Իհարկե, խաչեր կլինեն եւ խարույրներ, բայց այդ բոլոր բաներից վախենալ պետք չի։ Տերը իր խիզախ բանակը սկսել է հավաքել։ Ով կասի ես ուզում եմ մեր զինվորը լինել, բարձրացնենք ձեռքերս։ Ով ուզում է Հիսուսի զինվորը լինել, ամբողջովին, ոչ թե կիսատ պրատ, ամբողջովին Տերը ձեր ցանկությունը կկատարի։ Իսկ հիմա ասենք Տեր Աստված, դարձյալ մենք մեղավոր ենք բոլորս այստեղ, որովհետև այն փառքը, որը Տերը արժանի է, մենք չենք տալիս Տիրոջ այդ փառքը։ Եվ այդ կիսատ պրատ վիճակում կերակուրներ ենք ուտում, սիրիալներ եւ այլ։ Իհարկե այսօր ապաշխարենք եւ այդ բարի լուրը տարածենք։ Նայողը իրավունք չունի Տիրոջ մարմինը եւ այրունը ճաշակել։ Իսկ մեծ պատիժ է սպասում, որ անարժանա վերցնում այդ հացը եւ այդ գավաթը։ Բացի սրանից այն երեցները, որոնք նայում են եւ չեն կանգնացնում այդ մեծ մեղքը, այլ հաղորդություն տալիս են, ինքներն են նայում եւ մնացածին Տիրոջ կողմից մեծ բարկություն է սպասում։ Այդ երեսներին, որոնք նայում են եւ ասում են ոչինչ, նայեք, կան էպես։ Նայեք այդ վերջին լուրերը, բայց վերջին լուրերը Հայաստանում առանց մերկության, առանց այդ եղտոտության չի լինում։ Եթե ուզում ես մի հատ ռադիո առ $10 լսի, բայց մի նայի, ինչու Հիսուսը ասեց այդ հրաշալի օրհնյալ խոսքերը, մարմնի ճրակը աչք կնա, այդ աչքից բոլոր կենտրոնները այդպես ասած ուղեղի կապված են եւ մարդը այդ մեղքի մեջ է եւ դրանից միասին ուզում եմ մի բան ասել չմոռանանք փակ սենյակը հաճախ մտնել օրվա ընթացքում նստում ես ռուլին կապվի Տիրոջ հետ գործես անում կապվի Տիրոջ հետ քայլում ես կապվի Տիրոջ հետ աղոթենք եղբայրներ ջան մենք հիմա այդ նշանը դնենք եւ կատարյալ ապաշխարության գանք այն ժամանակը թամամ ավետարանը կլինի մեր սրտների մեջ ոչ թե ասուկոսը ալետես ով կասի ես ուզում եմ այսպես գնալ լեցված մեղքերից ներված ազատված բերդաթափված վիճակում եմ ուզում գնալ այստեղից եւ փոփոխությունը զգամ իմ մեջ իմ եկեղեցու մեջ իմ ընտանիքի մեջ աղոթում ենք ինչ որ նայել ենք այսօրվանից չնայենք
Աստված օրհնի ձեզ։ Ես ասում եմ նոր հոգիներին էլ պատահական են եկել, թե ոնց Աստված իրանց սիրում է։ Աստված թե այնպես է օրհնություն թափի, ինչպես ներքինի վրա թափեց։ Կարճ կես ժամվա ընթացքում նա լրիվ նվիրվեց եւ ծնվեց Սուրբ Հոգով, ասենք փառք Տիրոջ։ Եվ պարներին քույրերին ուզում եմ ասել, որոնք արդեն պատրաստ են Սուրբ Հոգին ստանալ, աղոթենք, որ Տերը թափի իրանց վրա այդ մեծ օրհնություն։ Աղոթենք։